Ես Աթենիկն եմ Սահակյան, 21 տարեկան, ծնունդով քաղաք Գավառից եմ։ Երաժշտական առաջին քայլերս հենց իմ հարազատ քաղաքում եմ սկսել։ Ոնց ստացվեց, որ սկսեցի երգել։ Մի անգամ առիթի էինք, ես փոքր էի, 6 տարեկան երևի թե ընկերական շրջապատով, ընտանեկան ընկերական շրջապատով մեծերից մեկը ասաց, բալես մի հատ կարաս մի բան երգես, ես տենց ինչ որ բանից անտեղյակ սկսում եմ երգել, ոյ ես երեխեն տաղան դա ինչի համար չեք տանում երաժշտական դպրոց, թող գնա սկսի երգել։ Ոնց որ տենց ասեցին, անցավ գնաց, ես ընդունվեցի երաժշտական դպրոց Հենիկ Թալյանի անվան, հենց Գավառի երաժշտական դպրոց։ Սկզբից ընդունվեցի Հենիկ Թալյանի անվան երաժշտական դպրոց, հետո 2 տարի անցավ, հասկացավ մամաս, որ ես մի քիչ շատ եմ պարապ մնացել, կարելի է դպրոցին զուգահեռ այդ 9 տարեկան խեղճ երեխուն եմ տանել երգի, երգչախմբի եւ այլն, ու գնացի Գավառի արդեն արվեստի դպրոց, այնտեղ ընդունվեցի վոկալի, ու այդպես սկսեց իմ երաժշտական, եթե կարելի ասել կարիերան, որովհետեւ հենց այդ առաջին դասերից սկսած արդեն մյուզիկլներ, ինչ-որ համերգներ, կուճուր-մուճուր, թե հենց մեր Քյավառում քաղաքում, թե արդեն Քյավառից դուրս, ու դից քիչ-քիչ դասավորվեց իմ երաժշտական կյանքը։ Տարիների ընթացքում լիքը համերգներ, լիքը մրցույթներ, լիքը կարծիքներ, լիքը անգամ եղել է, որ փոշմանել եմ, չեմ ուզեցել, ինչ-որ մեկը ինչ-որ վատ կարծիք է հայտնել, չգիտեմ, իմ երգելու, իմ բեմական լինելու մասին, ու դրանից հետո դե ինքնստինքյան փոքր երեխա ես կոտրվում ես բնականաբար, բայց ընդհանուր առմամբ միշտ կողքս եղել են իմ դասատուները, միշտ կողքս եղել է մամաս, ընտանիքիս անդամները ու իրանք միշտ դուխ են տվել։ Իրականում տենց մի հատ կարծրատիպ կա, որ Երևանից չես, Քյավառցի պապաները շատ խիստ են ու ոնց որ վայ ոնց կարելի է իմ աղջիկը կամ իմ քուրիկը դառնա երգչուհի, ինքը բեմերում լինի, ինքը երևա, ինքը չգիտեմ փայլուշորեր հագնի վրա երգին քիչ չի հատել բարի, բայց այդ առումով ես միշտ ասել եմ, որ իմ բախտը շատ է բերել, որովհետև իմ պապան իմ առաջին քայլերից մինչև այսօր իմ կողքը կանգնած է ու ես գիտեմ ինքը ինձ շատ հպարտանում է ու եթե սկզբից կարող է այդքան էլ չէ, բայց հիմա հաստատ համակերպել է իմ ընտրած մասնագիտության հետ ու ինքն էլ շատ սիրում է, որ ես երգում եմ։ Իրականում միշտ ուզեցել եմ երաժշտության մեջ լինեմ, որովհետև հասկացել եմ, որ այդ իրոք իմն է, բայց ինչ-որ մի հատ պահ կար, որ չգիտեմ, եթե տարիքային էր, տանցումային շրջան էր կամ մի քիչ ավելի շատ բան ես տենում, ավելի շատ բան ես իմանում, կամուկացի մեջ է ինչ-որ ժամանակ, երբ որ արդեն պետք է ընդունվեի կոնսերվատորիա, ընդունման տարիներ արդեն, 12-րդ դասարան, Քյավառում էի, ավագ դպրոց, բայց այդ ընթացքում ստեղ երգի թատրոն էի գալիս, վոկալս ավարտել էի, ընթացքում մրցույթներ ամեն ինչ, ընթացքում մտածում էի, կարող է էս իմը չի, կարող է ամեն դեպքում ուրիշ բան կարելի է փորձել, որովհետև երգը կարող դառնար հոբի, բայց ես կողքից ունենայի լուրջ մասնագիտություն, բայց հետո ունենք են ինչ ունենք, ես ընդունվեցի կոնսերվատորիա ու հիմա շուտով կավարտեմ կոնսերվատորիան ու չգիտեմ պահա գալիս, որ հասկանում եմ, որ չէ, ավելի լավ կլիներ, որ ուրիշ տեղ ընդունվեի, բայց զուգահեռ դրան հիմնականում հասկանում եմ, չէ, էս այն տեղն է, որտեղ որ ես պետք է լինեի ու շատ ուրախ եմ դրա համար։ Մամաս միշտ կապ չունի որ տարիքում ինչև այսօր էլ կողքից ինձ միշտ բթում է, բզում է, որ ես էս ինչ բան անեմ, ինչ բան անեմ, գնամ ստեղ մասնակցեմ, գնամ սրան մասնակցեմ, սա գիտես ինչ ա եղել, սա գիտես ինչ կա, սա գիտես ինչ կարաս անես։ Նույն օրինակով հայ երգիչին եմ մասնակցել,
Մաման մի անգամ զանգեց, ասեց, բար ես մեկ մրցույթ կա քեզ այդ մրցույթին եմ գրանցում, ես չեմ սիրում մրցույթներ իրական, նենց է ստացվել, որ ամբողջ կյանքում ես մենակ մրցույթների եմ մասնակցել, բայց այդ իմ համար ուղղակի ստրես է, մինչև այսօր, որ ինձ ասում են մրցույթ, ես հենց մեկ սկզբից մինչև մազերից ծայրից մինչև ոտերից ծայրերը, ինձ հետ սփռտնում եմ, կարևոր եմ կապտում այդ գնում եմ այդ մրցույթի եթե իհարկե Ես մամայի մամա չէ, շատ եմ խնդրում, չեմ ուզում, ես հավես չունեմ, իմ դասերը, իմ աշխատանքը չեմ հասցնի, մամաս արդեն ինձ գրանցել էր, ինձ մի օր զանգում են, Սաթնիկ ջան, ձեզ Armenia TV-ից են զանգահարում, խնդրենք ես ինչ օր ես ինչ ժամին ներկայանաք, դուք լսումների եք, ու ես այդտեղ վայ մամա, ինչ ես ինձ գրանցել, փոքրիկ վիճաբանություն մամայիս հետ Բայց մի խոսքով գնացի, իրա խաթր գնացի, առաջի փուլին չուզելով գնացի, ինքն էլ ոտեմ երգել առաջի փուլին։ Դու թեվեր, որ դեպի երկինք ճախրեմ, դու երազներ, որ այնտեղ ես քեզ տեսնեմ, մեկրան փուլ տոր, որ ես ամեջապրեմ, դու ինձ ուժ, որ քեզ այսօր Գնացի, տենց ստացվեց նենց, որ անցա ու ինձ ընտրեց նայարալորի կվնան ու այդ մրցույթի ամենահետաքրքիր պահը այն է, որ անցա հաջորդ փուլ, մենք թե բոլորս մեր ով որ մեզ ընտրել է, հա, ժյուրիի անդամի հետ նստում ենք, երգեր ենք քննարկում ու այդ պահին, որ նայարալորի կվնան իմացա, որ ես քյավահաց եմ, սենց հանում Ո երեխեք, գիտես սատ մի անգամ գնացել էի Գյումրի մրցույթի, մի հատ մրցույթ կար այդտեղից Քյավառից երեխեք էին եկել։ Մի հատ աղջիկ կար պուճուր, սենց երգում էր, ուկրաիներեն երգ էր երգում, այնքան լավ էր երգում, պատմում էր աղջիկը, ասել պատմես վերջում զենքով։ Ներլորիկներ ես էի։ Ու որը փուլի վրա ես բացվում էի, անցնում էի Որպես տակվեց մի օրը պարզվեց, որ հաղթեցի այդ մրցույթը։ Իհարկե հանդիսատեսի քվեարկության շնորհիվ շատ շնորհակալ եմ բոլորիդ, որտեղ բոլորդ ինձ հավատացիք ու քվեարկեցիք ու մենակ ձեր շնորհիվ եղավ, որ ես հաղթեցի։ Տեսահոլովակի մասին իրական ինչ-որ արտառոց պատմություն չկա տեսահոլովակի հետևում ընկած, իմ ծննդյան նվերներ մամայիս, պապայիս կողմից, Նիկ Եգիբյանն է համ խոսքերի, համ երաժշտության հեղինակը, ուղղակի հիմնական թեման սրա հետ կապված այն է, որ շատ եմ պահանջել Նիկից, ինքը տարբեր երգեր է գրել այդ ամբողջ ընթացքում, ինձ չի, որ այդ առաջինը այդ գրեց ու գնաց, որտեղ ես իրան տարբեր երգեր էի ուղարկում, ինչ կուզեմ լինի, ոնց կուզեմ լինի, ինքը գրում էր, ես այդ չէի հավանում, հետո գնում էի իր մոտ, իրար հետ էինք ինչ-որ բան փորձում ստանալ, բայց Որ մի անգամ ասեց, ես ցույց եմ քեզ տալիս, նայ կարող է հավանես, կարող է չէ, ու դրեց այդ երգը, ու ես հենց առաջին անգամ լսում եմ, զգում եմ, որ Աստված իմ էս ինչ լավն է։ Ու տեսալով հոլովակներ արդեն նկարելուց հետո ստացվենք այդ գործը, ինչ որ ես շատ սիրում եմ, ինչ որ լիքը մարդ սիրում է, ինչ որ այդքան էլ հայտնի չի դարձել, բայց ինձ թվում է ինչ որ մի օր այդ երգով էլ կարելի է ինչ մեծ բեմեր գրավել։